Բարև ձեզ, եկեք շարունակենք, այսօր կուսումնասիրենք HTML մուլտիմեդիա, ինչ է իրենց ներկայացնում մուլտիմեդիան, դա այն է, ինչ որ մենք կարող ենք համացանցում տեսնել կամ լսել, օրինակ աուդիո կամ վիդեո ֆորմատի էլեմենտներ, բրաուզերի աջակցությունը մուլտիմեդիային, ի սկզբանե բրաուզերները չէին աջակցում մուլտիմեդիա էլեմենտներ, նրանք կարող էին միայն արտաբերել տեքստը, բայց հիմա ներկայացին արդեն աուդիո կամ վիդեո էլեմենտները, այսինքն մուլտիմեդիան արտաբերվում են առանց խնդիրների բրաուզերներում։ Ինչ ֆորմատի են լինում այդ ֆայլերը, օրինակ WAV, MP3, MP4 եւ այլն, առաջին էլեմենտը դա աուդիո էլեմենտն է, որի շնորհիվ կարող ենք լսել երաժշտություն օրինակի համար։ Դա ինչպես է կառուցվում է աուդիո բացվող փակվող թեգի միջոցով, որը ունի attribute controls, մի քիչ հետո կասեմ ինչի համար է նախատեսված, իսկ նրա մեջ գրվում է source ինքնափակվող թեգը, դա կարող է մի քանի անգամ գրվել, հիմա ասեմ ինչի համար։ Source-ը ունենում է հավելյալ attribute source, որը պարունակում է այն հասցեն, որը որ պետք է նվագարկի, եւ ինչու կարող է դա մի քանի անգամ կրկնվել, առաջին դեպքում ենթադրենք մենք տվել ենք նրա source-ը հետեւյալ հասցեն եւ type-ը նշել ենք audio OGG ֆորմատով, ենթադրենք մեր բրաուզերը չի աջակցում նման ֆորմատ, երկրորդ ֆորմատով նշել ենք ենթադրենք MP3, սա աջակցում է ենթադրենք, ուրեմն բրաուզերը կկարդա առաջին տողը, եթե չի աջակցում կանցնի երկրորդ տողին, եթե աջակցում է սա կնվագարկի, եթե ոչ, ապա կնշի տվյալ տեքստը ձեր դիտարկիչը չի աջակցում աուդիո էլեմենտը օրինակի համար։ Եկեք կատարենք տվյալ օրինակը, ստեղծենք բազային HTML կառուցվածքը, տեղադրենք, ահա աուդիո բացվող փակվող էլեմենտը այստեղ բացվել է, այստեղ փակվել, նա ունի controls attribute-ը, ինչի համար է նախատեսված controls-ը, նա ուրեմն կարտաբերի մի քանի էլեմենտ, այսինքն երբ որ մենք կարող ենք նվագարկել, այսինքն play անել, pause անել, այսինքն դադարեցնել, ձայնը բարձրացնել, իջացնել եւ այլն, եկեք աշխատացնենք։ Ահա ներքևում կտեսնենք, որ ստեղծվեց մեր աուդիո էլեմենտը, մի քանի ձայնը կարող ենք բարձրացնել, իջացնել, նվագարկել, pause անել, օրինակ եթե աշխատացնենք, բարձրացնենք, իջացնենք, առաջ տանք եւ այլն։ Ահա այսպիսի հեշտ օրինակով կարող ենք ստեղծել աուդիո ֆայլ էլեմենտ։ Անցնենք առաջ, HTML վիդեո էլեմենտը շատ նման է աուդիո էլեմենտին, սա նույնպես ուրեմն բացվող փակվող էլեմենտ է, որը նույնպես ունի controls attribute, սա նույնպես հնարավորություն է տալիս play անել, pause անել, ձայնի հետ աշխատել, բարձրացնել, իջացնել, նա պարունակում է ուրեմն նույնպես source էլեմենտ ինքնափակվող, որը ունի source attribute, այստեղ նույնպես նշում ենք այն հասցեն, որտեղ որ պետք է ներբեռնվի մեր վիդեոն եւ նշում ենք type-ը, օրինակ audio MP4, եթե MP4 ֆորմատ ենք արել։ Նույն հաջորդականությամբ ուրեմն բրաուզերը կկարդա, եթե աջակցում է կնվագարկի, եթե ոչ, ապա կնշի տեքստը, որ չի աջակցվում այս ֆայլը։ Եկեք աշխատացնենք։ Աշխատացնենք, ահա, ինչպես տեսնում ենք, մեր վիդեոն եկավ, նորմալ աշխատում է, կարող ենք առաջ տալ, ձայնի հետ աշխատել, բարձրացնել, իջացնել, մեծացնել, փոքրացնել եւ այլն։ Շատ հեշտ է, ինքներդ կարող եք կատարել մի քանի օրինակներ եւ տեսնել տարբերությունը։
Երրորդը դա iframe-ն է, ուրեմն iframe-ի միջոցով կարող ենք տարբեր source-ներ այլ կայքերից օրինակի համար բերել մեր մոտ, մեր կայք եւ ցույց տալ։ Օրինակ հետեւյալ օրինակում կատարում ենք մի օրինակ, որով բերում ենք YouTube-ի վիդեոն եւ աշխատացնում ենք մեզ մոտ, հա, այստեղ։ Եթե պատճենենք այս կոդը եւ աշխատացնենք, ուրեմն iframe tag-ը բացվող փակվող tag է, նա ունենում է ուրեմն width, height, լայնություն, բարձրություն եւ source-ը դա նույնպես այն հղումն է, որտեղից որ պետք է պատկերվի մեր ուրեմն բեռնվի մեր ֆայլը ու փակվում է iframe tag-ը, եթե աշխատացնենք, հա կտեսնենք YouTube-ի վիդեոյի օրինակ կամ մեկ այլ ուրիշ օրինակով եթե բացատրեմ, կարող ենք մտնել YouTube, ցանկացած վիդեոյի վրա կլիկ անել, մանր ստեղծենք ուրեմն share, embed դաշն ենք ընտրում, ահա այստեղ եթե տեսնենք կգա iframe-ով կազմված tag-ը, որը կարող ենք copy անել եւ դնել մեզ մոտ, սա նույնպես ուրեմն width, height, source, այստեղ հիմնական ատրիբուտները սրանք են, եթե կցանկանաք կարող եք նաեւ ծանոթանալ այլ ատրիբուտների հետ, որոնք ինչ են անում, ինքնուրույն արդեն։ Շատ հեշտ է, ինքնուրույն կարող եք անել, կատարել օրինակներ եւ վերջում չմոռանաք ներբեռնել տնային աշխատանքը։